Արմեն Խալոյանը։ Շնորհակալություն Տիկին Ղալիչյան, զեկույցի համար մի քանի հարց ունեմ։ Նախարարությունը ունի արդյոք Հայաստանի բոլոր ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների մեկ անգամ պատշաճ կահավորման, գծանշման համար անհրաժեշտ ծախսի հաշվարկ, թեկուզ փորձագիտական գնահատական, եթե կա նման մի բան, ապա ինչ ժամկետի մասին է խոսքը։ Կներեք հարցը նորից կանչեցնեք, կներեք չլսվեք։ Նախարարությունը արդյոք ունի Հայաստանի ընդհանուր օգտագործման բոլոր ճանապարհների մեկ անգամ կահավորման եւ գծանշման համար անհրաժեշտ ծախսի հաշվարկ։ Թեկուզ փորձագիտական ինչ-որ գնահատական եւ ժամկետ, թե երբ կարող է մենք մեկ անգամ ունենանք պատշաճ կահավորված գծանշված ճանապարհային ցանց երկրով մեկ։ Այդ կահավորման եւ գծանշման պահպանման ծախսի հաշվարկ տարիների ընթացքում դրանք մաշվում են եւ այլն, հա, կա այդ հաշվարկը թե ոչ։ Ասացիք ռազմավարության նախագծի մասին, եթե ճիշտ լսեցի, տարիները կնշեք, որ տարիների մասին է խոսքը։ Եվ պիտի կրկնեմ ընկերոջ հարցը, որը երևի վրիպետ ձեր ուշադրությունից, խոսքը նաև բակային տարածքների դեմ տրված մուտքերի վրա տրված ուղեփակոցների մասին է։ Դրանք սովորաբար իհարկե համայնքներում են, բնակավայրերում են եւ հիմնականում վերաբերելի են մայրաքաղաքին։ Հասկանում եմ, որ նախարարությունը չունի այդպիսի լիազորություն, բայց գոնե խորհրդատվական առաքելություն կամ լիազորություն ունի, որպեսզի համայնքներին բացատրի այդ ուղեփակոցների անօրինականությունը հիմնականում, որոշ դեպքերում դրանք կարող են լինել օրինական։ Ահա այս հարցերն են, շնորհակալություն։ Շնորհակալություն, նշեմ, որ Տեկենի կառավարման ներքո գտնվող, տնօրինման ներքո գտնվող բոլոր ճանապարհները կահավորված են արգելափակոցներով, նշաններով։ Մենք իրականացնում ենք դրանց լավարկման, ուղղման, լրացման, եթե վնասվում է կամ գողանում են եւ այլն աշխատանք, ուստի չունենք միասնական այնպիսի հաշվարկ, որը որ կորոշեր ու կկանխորոշեր, որ այս ֆինանսական միջոցների պարագայում մենք ամբողջությամբ դա կանենք։ Դա ամենօրյա արվող աշխատանք է, որը մենք կատարում ենք բացերը լրացնելով, եթե այդպիսի կան, իսկ ֆինանսական այդպիսի հաշվարկներ չունենք, սպասարկման աշխատանքների շրջանակներում են ուղեփակոցներն ու նշանները վերականգնվում եւ սպասարկման արժեքի միավորի մեջ են ներառված, ուստի առանձնացած այդպիսի հաշվարկ չենք կարող այս պահին ներկայացնել։ Առաջիկայում մենք սպասարկման աշխատանքների ֆինանսական հաշվարկի կարգն ենք մշակելու եւ կարծում եմ այնտեղ որոշակի միավոր արժեքների մասով մենք ունենանք պատկերացում, ինչպիսի ֆինանսական գնահատական ունեն նշաններն ու արգելափակոցները, իսկ ինչ վերաբերում է բակային տարածքներում այդ արգելափակոցներին, որ դուք ասացիք, դրանք ճանապարհի մաս չեն, ճանապարհի տար չեն, հետեւաբար այս հարցի շրջանակից դուրս են, ինքնին, բայց խնդիրը վերաբերում է բակային տարածքների ընդհանուր տարածքների կառավարման հարցին, որը կարծում եմ նաև համատիրությունների կառավարման ներքո է։ Այդուհանդերձ Տեկենը պատրաստ է կարիք առաջանալու դեպքում իր խորհրդատվությունով հանդես գալու բակային հատվածների կառավարման մասով մեկ այլ ուղղությամբ, ոչ ճանապարհներին վերաբերող բաղադրիչով։ Ես արձագանքեմ, ինձ տպավորություն ունեմ, որ առաջին հարցս այդուհանդերձ չընկալվեց ինչպես հարկն է։ Տեսեք, մենք ունենք խնդրեմ օրական մեկ զոհ ճանապարհներին, եւ մենք ունենք խնդրեմ, որ այդ ճանապարհները մարդավարի չեն կահավորված ու կծանշված։ Պատճառների խորքային վերլուծություն ես չեմ պատահել, ենթադրվում է, որ զոհեր, վթարներ, բաներ լինում են նաեւ պատշաճ կահավորված չլինելու եւ կծանշված չլինելու պատճառով։ Հիմա ենթադրում եմ, որ պետության լիազորված մարմինը այս մասով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է, որը եթե խնդիրը նկատում է, պիտի որ ունենա մոտավոր կամ ավելի խորքային մասնագիտական, փորձագիտական, չգիտեմ ինչ, գնահատական, թե ինչքան փող է պետք, որպեսզի մեկ անգամ Հայաստանի բոլոր ընդհանուր օգտագործման ճանապարհները կահավորվեն պատշաճ Եվրամիության ստանդարտներով կասեք, արժանապատիվ ստանդարտներով կասեք եւ կծանշված։ Ինչքան փող է պետք, որպեսզի այդ ամբողջը գոնե մեկ անգամ տեղի ունենա եւ ինչքան փող է պետք դրա պահպանման համար, որովհետեւ այդ կծանշումները ինչ էլ որ արվում է 3-4 ամիս են դիմանում շատ տեղերում։ Կա ինչ որ հաշվարկ, թե չկա, բայց առանց հաշվարկի պետությունը ցանկանում է նվազեցնել
ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Շնորհակալություն։ Այդպիսի հաշվարկներ մենք անկեղծ ասած չունենք այդպիսի հաշվարկներ, բայց պահանջ է ներկայացված սպասարկող ընկերություններին ամենօրյա հիմունքներով հետևել ճանապարհների կահավորանք, պատշաճ կահավորմանը եւ ցանկացած խնդիր արձանագրելու դեպքում սպասարկող ընկերությունները պարտավոր են անհապաղ վերացնել։ Չունենք, բայց դա չի նշանակում, որ պետք է ունենանք եւ երբ պետք է ունենանք։ Նախատեսվում է դա։ Անկեղծ ասած, այդպիսի հաշվարկների շատ խիստ անհրաժեշտությունը ի հայտ չի եկել, որպես այդպիսին, եթե ի հայտ կգա, մենք անպայման կուսումնասենք, կհաշվարկենք։ Հասկացա, Խալոյան Արմեն։ Բարև ձեզ։ Ուրեմն մեր անվտանգությունը երթևեկության ինչի հետ է